Ara. Էկոմիսար Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ հարցնել երեք տեղեկություն եղավ, որ Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործ նախարարներն են հանդիպել ու նախաձեռնությամբ է հանդիպում է եղել և արդյոք սա նախապատրաստական հանդիպում էր նախապատրաստելու, այսինքն վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը, որովհետև այդ հանդիպման մասին չհերիքված տեղեկություններ կան։ Ընդհանրապես վարչապետի օտարերկրյա այցերը հերքում կամ հաստատում են կամ հայտնում է դրանց մասին կառավարությունը եւ սա նույնպես այդ դեպքն է, այսինքն ես որևէ բան չեմ կարող ասել, երբ որ որևէ այց հաստատվի, կառավարությունը վստահաբար կհայտնի։ Փոխարտգործ նախարարի այցը Թուրքիա, Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, դուք գիտեք, որ տարբեր ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում եւ սա այդ շրջանակն է։ Իսկ կոնկրետ պայմանավորվածություններ էր այս անգամ ձեռք բերվում, թե նախկինների մասին էր, այսինքն կոնկրետ օրակարգը որն է կարող։ Արտգործնախարարությունը այդ հանդիպման վերաբերյալ տվել է տեղեկատվություն եւ ես կարծում եմ դա բավարար է այս փուլում։ Պարոն Ռուբինյան, այսինքն Էրդողան Փաշինյան հանդիպման վերաբերյալ նշեցիք հստակ չկա պայմանավորվածություն։ Ես ասացի, որ երբ որ վարչապետի այց է պլանավորվում կամ պիտի տեղի ունենա, պատշաճ ժամկետներում կառավարությունը դրա մասին տեղեկացնում է։ Իսկ դուք հանդիպում ունենալու եք ձեր թուրք գործընկերով։ Այս պահին հաստատված ժամկետ հանդիպան չկա։ Իսկ սահմաններում չկան երրորդ երկրների եւ դիվանագիտական ներկայացուցիչների։ Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք, որպեսզի դա տեղի ունենա եւ մնացածը արդեն Թուրքիայի դաշտում է։ Հայաստանի իշխանությունները ինչու անվտանգության խորհրդից չեն հրավիրում պայմանավորված է Իրանի հետ կապված։ Իսկ դուք ինչ գիտեք, որ չեն հրավիրում։ Հրավիրվել են։ Ես կարծում եմ, որ եթե կառավարությունը ընդհանրապես տարբեր ֆորմատներ ունի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, դրանք կարող են լինել հրապարակային, կարող են լինել ոչ հրապարակային։ Եթե ձեր հարցի բովանդակությունը այն է, թե արդյոք Հայաստանի կառավարությունը տվյալ իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է, ունի տարբեր սցենարներ, այո, այո։ Իսկ ինչ ռիսկեր կան, պարոն Ռուբինյան։ Դա ակնհայտ է, այսինքն մեր հարևան մասին մի քիչ ավելի ինչպիսի սպառնալիքներ կարող են լինել ձեր կարծիքով։ Տեսեք, երբ որ մի երկրի հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը եւ դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես հիմա չեմ կարծում, որ պիտի մենք խոսենք այս սցենարներից, որովհետեւ իմաստ չունի, հիմա սպեկուլյացիաներ անել, բայց կառավարությունը պատրաստ է տարբեր սցենարներ։ Ադրբեջանից ռիսկեր կան, պարոն Ռուբինյան։ Ընդհանրապես, կրկնում եմ, երբ որ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր։ Պարոն Ռուբինյան, վարչապետը Բայց ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է տարբեր սպեկուլյացիաներով զբաղվենք եւ ասենք այսինչը կլինի կամ այնինչը կլինի, նկատի ունեմ հանրային խոսույթում։ վարչապետը երկու շաբաթ անընդմեջ խոսեց կաթողիկոսի իրավիճակ է, որ Վրաստանը կոնյակի արտահանման հետ կապված է խնդիրներ ստեղծում, Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված է հայկական մեռներն այդ ուղղությամբ դժվարությամբ են առաջ գնում։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները ինչ կառավարում են, ինչպես են պատկերացնում։ Եթե նկատի ունեք տնտեսական գործունեությունը, պատկերացնում են այնպես, որ ամեն ինչ անեն, որպեսզի տնտեսվարողները ստեղծված իրավիճակում հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվում են, հնարավորինս արագ լուծել։ Բայց եթե ռիսկերը գնահատվել են, նիստ անվտանգության կազմը քննարկել է կամ եղել են այդ գնահատումները ռիսկերի, ինչու են այս խնդիրներին հիմա բախվում բեռնատարները Իրանի սահմանին։ Նկատի ունեմ, եթե այդ ռիսկերի գնահատումը արվում է տարածաշրջանում այս իրավիճակում պայմանավորված, հիմա ինչու են խնդիրների առաջ են տեղավորումները բեռնատարները հայ-իրանական սահմանը։ Հարկելի շողիկ, Իրանում ռազմական գործողություններ են։ Այդ եմ հարցնում, էլի, եթե ռիսկերը գնահատվում են, այդ ռիսկերը հնարավոր Ռիսկ գնահատելը չի նշանակում, որ ռիսկը վերացավ, ռիսկ գնահատելը նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, հնարավորության դեպքում լուծում ես, եթե չես լուծում, ստեղծում ես այլ ընտրանք եւ այլն։
Հիմա այստեղ այլ ընտրանքը ո՞րն է լինելու այդ խնդրի հետ կապված։ Որ խնդրի։ Բեռնատարների, որ կանգնած են այնտեղ բան։ Որտե՞ղ։ Հայ-իրանական սահման։ Հայ-իրանական սահմանը հիմա բեռնատարները չեն Դե հասնում։ ահազանգում են վարորդները։ Խնդրում եմ ինձ հետո հստակ տեղեկություն տվեք այդ առումով պատասխանը, որտեղ ես դրանից տեղեկացված չեմ։ Վարչապետ Փաշինյանը